Գագիկ Վարդանյանը ամեն ինչ է, ինքը մարդ լեգենդա, մարդ էպոխա է, մարդ կարատե է, բայց իրականում եթե բան չանենք, կատակը մի կողմ, ես առիթից օգտվելով կարող եմ պարոն Վարդանյանին մի բան խնդրել, եթե կանի, եթե չի անի, մենք դա կանենք օրենսդրական ինչ-որ ձևով, այնուամենայնիվ, ես ուզում եմ նրան խնդրել ինքը դադարի ֆիլմեր նկարել։ Ես ասի հենց հիմա ացային ուղարկում է։ Չէ, պես բան մենք չենք անում։ Ես իրան ուզում եմ խնդրել ինքը դադարի ֆիլմեր նկարի, որովհետև ինքը այդ ֆիլմերը նկարելով մարդկանց, մեր երեխաների, մեր սերունդը փչացնում է։ Եթե խաբել են ձեզի, որ ասել են դա բիզնես է։ Ինչ բիզնես ախպեր։ Եթե նարկոտիկը տանում դնում եք միտեղ, նկարում եք, զանգում եք, մի ուրիշը գալի վերցնում է։ Ու այդ ձեզ քաշում են այդ բիզնեսի մեջ։ Դե չէ, մեծ ախպեր, մենք ինչ գործ ունենք նարկոտիկի հետ։ Բա այդ եմ ձեզ բացատրում, Լյով ջան։ Դուք ինչ գործ ունեք նարկոտիկի հետ։ Դավիթ ջան, մենք չգիտեինք։ Լյով ջան, բայց չգիտես, դրա համար խափում են ձեզ ախպեր։ Դե դրա համար եկել ենք մոտդ մեծ ախպեր, որ խոսանք այդ թեմայով։ Դե որ եկել եք։ Այդ դրա համար էլ ձեզ հիմա ասում եմ։ Ախպերներ։ Դա զապատնո գործ է ախպեր։ Կարոջի ասեմ, դա գյոտի գործ է։ Դա նարկոտիկ են տարածում մեր հայ երեխեքի մեջ ու դրա վրա փող են աշխատում։ Հասկանում եք։ Հասկացա մեծ ախպեր։ Ահա։ Միշտ լավ է եկանք մոտդ, որոսայով չընկանք դրանց խելքի։ Դուք պետք է պայքարեք դրա դեմ, ախպեր։ Որ հանգած տենակ էլ փողոցում մեքենա ձև, կգցեք ոտայի տակ կսատ կսնեք։ Եղավ։ Ոնց ասես այդ ձևը կանենք։ Հա, Չորնի ջան։ Հա, մեծ ախպեր։